Բարոյ ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1346-րդ օրն է։ Հագեցած գիշեր էր անցած գիշեր, Ռուսաստանը հարվածել է Խերսոն, Սումի եւ Դնեպր քաղաքներին, փորձելով սպանել խաղաղ մարդկանց եւ ոչնչացնել նրանց տները, կան ցավոք զոհեր եւ ավերածություններ, բայց իհարկե ոչ այն մասշտաբի, ինչպես կուզեր Պուտինը։ Կադրերը հավանաբար տեսել եք արդեն մեր Telegram-յան ալիքում։ Միևնույն ժամանակ ուկրաինական ուժերը ցույց են տալիս, որ շարունակում են նպատակային եւ համակարգված գործողությունները դուրս բերելու շարքից Ռուսաստանի ռազմական եւ ռազմավարական օբյեկտները, այդ թվում խոցման ցուցակ մտցնելով էներգետիկ օբյեկտները ի պատասխան ռուսական հարվածների։ Գիշերվա ընթացքում Ռոստովի մարզում ոչնչացվել է Buk M3 զենիթարթիռային համակարգ եւ Nebe-U ռադիոլոկացիոն կայան, բարձր լարման կարևոր ենթակայան է խոցվել Վլադիմիրի մարզում, ջերմաէլեկտրակայան Արիոլ քաղաքում, նավթավերամշակման գործարան Յարոսլավլում։ Սա ոչ միայն երեկվա Ուկրաինայի հարվածի փորձի պատասխաններ, սա ամենօրյա աշխատանք է եւ թիրախավորվել են Ռուսաստանի տարածքում ոչ միայն նշված օբյեկտները, Ուկրաինայի թիրախների ցուցակը ավելի լայն է, պարզապես ամեն ինչ չէ, որ հնարավոր է լինում կամ նպատակահարմար է բացահայտել։ Ինձ թվում է Ուկրաինայի գենշտաբը այս կամ այն հարվածների մասին բարձրաձայնելով նաեւ այլ հարցեր է լուծում, իսկ Մոսկվան կարծես շփոթված է խոսքերի եւ գործերի միջև Թրամփի ռեակցիայից միջուկային թեմայով ռուսական սպեկուլյացիաներին Կրեմլից հնչող հակասական հայտարարությունները կարող են վկայել երկու բանի մասին։ Կամ Պեսկովը համոզված է, որ Պուտինը վերջնականապես խելքը թռցրել է, կամ էլ երկուսն էլ խելքը թռցրել են իրար հետ, Պուտինն էլ Պեսկովն էլ։ Օրերս Պուտինը հայտարարեց, թե Ռուսաստանը իբր հաջողությամբ փորձարկել է Փոսեյդոն Սուզանավային անօդաչու ապարատը ատոմային էներգետիկ կայանով։ Նրա խոսքով այդ ատոմային անօդաչուն իբր զգալիորեն գերազանցում է Սարմատ միջմայրցամաքային հրթիռի հզորությանը, թե Կրեմլում մոռացել են վախից, թե չգիտեն, որ Սարմատ հրթիռի նպատակը միջուկային զենքի կրումն է եւ ցանկացած թիրախի խոցումը, այդ թվում ժամանակակից հակահրթիռային պաշտպանության համակարգերով պաշտպանված։ Եթե Պուտինը խոսում է Սարմատները գերազանցող միջուկային Սուզանավի մասին, ապա սա միջուկային օրակարգ է եւ Թրամփի ռեակցիան հենց ճիշտ է։ Մեր լսարանը լավ գիտի, որ երբ կա քննադատելու բան, քննադատում ենք, բայց կոնկրետ այս հարցում Թրամփը ճիշտ ռեակցիա է տվել, այսինքն եթե ռուսները փորձում են բարձրացնել լարվածությունը, ինքը ցույց է տալիս, որ պատրաստ է լարել իրավիճակը եւ ավելի շատ տեսնելով արդյոք կդիմանան ռուսները։ Իսկ անցած շաբաթ ռուսները փորձեցին փորձարկել միջուկային շարժիչով բուրի վեսնիկ հրթիռը, որը հենց իրենք էլ անվանում են թռչող Չեռնոբիլ։ Էլ միջուկային օրակարգը ինչպես է լինում։ Այլ հարց է, որ այդ փորձարկումները առնվազն անհաջող էին, էլ չասեմ, որ մի մասն էլ բլեֆ էր։ Եվ հիմա երբ Թրամփը ռուսական այս խաղերի ֆոնին կարգադրել է միջուկային փորձարկումներ անել, ռուսները չգիտեն ինչ ասեն Կրեմլից։ Ուզում էին վախեցնել, բայց հակառակը ստացվեց։ Իդեպ վերջին տարիներին Սարմաթը հրթիռի փորձարկումների եւ մարտական հերթապահության վերաբերյալ Կրեմլի եւ կոնկրետ Պուտինի կողմից հակասական հայտարարությունները արվում էին պարբերաբար։ Մեկ ասում էին հրթիռը մարտական հերթապոխի է դրված, մեկ դա ասելուց հետո ասում էին, որ պատրաստվում են դնել մարտական հերթապոխի։ Ակնհայտ է, որ Կրեմլը շփոթված է կամ վախից իրոք խելացնոր է եղել, չգիտեմ։ Մեկնաբանություններում տեսա մեր մշտական լսարանից հարցեր Պոկրովսկի կամ Կուպյանսկի առումով եւ տոնայնություն զգացի, որ մարդիկ կարծես մոռացել են, թե ինչի համար է պատերազմը։ Պատերազմը Պոկրովսկի եւ Կուպյանսկի համար չէ, ոչ էլ Ավդիևկայի ու Բախմուտի։ Պատերազմը Ուկրաինայի անկախության համար է, մեր սուվերենության պաշտպանելու համար է։ Ոմանք խնդրում են ավելի մանրամասն ներկայացնել, բայց ես մեր ամենօրյա եթերներում անդրադառնում եմ։ Եթե կարիք կա անդրադառնալու եւ կան մանրամասներ, մանրամասնում եմ։ Եթե պարզապես ռազմական աշխատանք է գնում, դրա մասին հայտնում ենք եւ անցնում ենք առաջ։ Եթե նկատել եք, ես տարիների ընթացքում երբեք որևէ ուղղություն մեկը մյուսից ավել չենք գերադասել, որովհետեւ կա ընդհանուր պատկեր։ Եվ եթե մենք որևիցե ուղղություն հանենք այդ պատկերից, ապա ընդհանուր պատկերը կփլուզվի։ Իսկ ռուսական կողմից ներկայացնել, թե իբր այս կամ այն բնակավայրը զավթվել եւ դա հաջողություն որպես ներկայացնել լայնամասշտաբ պատերազմի սկզբից 4 տարի անց, դա ընդհանրապես ցանկություն է թաքցնել այն փաստը, որ ռուսական բանակը ձախողել է իր բոլոր նպատակները։ 4 տարի ռուսները 3 օրում Կիև են գրավում, բայց փորձում են բոլորի ուշադրությունը շեղել Բախմուտներով, Ավդիևկաներով։ Պուտինը այդ հանքափորների քաղաքների համար չի հարձակվել Ուկրաինայի վրա, այլ մեզ բոլորիս այստեղ զավթելու, գերեվարելու եւ սպանելու համար, մեր պետությունը ոչնչացնելու համար։ Եթե մենք իրավիճակը ընկալենք այնպես,
ինչպես ոմանք մեկնաբանություններում, ապա չէինք կարող ազատագրել մեր քաղաքներն ու մարզերը։ Պետք է պատերազմին ամբողջական նայել եւ ոչ թե վայվույ անել։ Պետք է հասկանալ կատարվողի իրական պատկերը, ինչը ես մեր ալիքի միջոցով փորձում եմ ներկայացնել լայն լսարանին։ Պետք է պատերազմին ամբողջական նայել եւ հասկանալ կատարվողի իրական պատկերը։ Մենք հենց այդպես էլ արեցինք եւ կարողացանք թշնամուն, որ մտել էր սկզբից Ուկրաինայի 10 մարզ, դուրս քշել առնվազն 5-ից, հիմա նրանք նորից են փորձում մտնել տարբեր մարզեր եւ եթե մենք թույլ տանք մեզ այդ վույամաններով շեղել ամեն ուղղությամբ, ապա մենք ինքներս մեզ կվնասենք։ Ուստի եկեք չթողնենք ռուսական ռոպագանդային ազդել մեր վրա, չէ՞ որ մեր ալիքը հենց դրա համար է դիմակայել ռուսական ռոպագանդային։ Իսկ տարբեր քաղաքներ կամ գյուղեր, ավելի ճիշտ Դոնբասի նախկին բնակավայրեր գրավել կամ ազատագրելը դա ընդհանրապես տակտիկական իրավիճակ է, որով ռուսները փորձում են բոլորին շեղել իրենց գլխավոր պարտությունից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սովետական զորքերը 4 տարում ոչ միայն ազատագրեցին իրենց երկրի տարածքը, այլ Եվրոպայի կես տանցան մտնելով Բերլին։ Իսկ Պուտինը 22 թվականին մտնելով 10 Ուկրաինայի մարզ, 4 տարի հետո 5-ից քշվելուց հետո նորից փորձում է ինչ-որ տեղ մտնել եւ ամեն գյուղ մտնելը կամ գրավելը ներկայացնել իբր վերջնական հաղթանակ։ Մենք արդեն տեսել ենք, չէ՞ որ ռուսների գրավածը վերջնական չի լինում։ Ուստի եկեք պատկերին ամբողջական նայենք եւ թույլ չտանք մեզ մանիպուլացնել։ Հիմա կարող է նորից մարդիկ լինեն, որ մտածեն, որ սա ասում եմ, որովհետեւ ինչ որ բան կորցրել ենք։ Ոչ, պարզապես եկեք ճիշտ նայենք իրավիճակին։ Իրավիճակը Կուպյանսկում եւ Պոկրովսկում այնպեսին է, ինչպես 3 կամ մի շաբաթ առաջ։ Ոչ մի բան չի փոխվել, բացի ռուսական ռոպագանդայից։ Ինչպես եղել է ծանր աշխատանք, այդպես էլ կա։ Պոկրովսկ ռուսները մտնում էին 1 տարի առաջ նույնիսկ։ Իսկ հիմա մտնելը կարծես առանձնակի հաղթանակ ներկայացնել, Կիև էին մտել։ Եվ հիմա ուր են։ Եվ դա չեմ ասում տասնամյակների հեռավորությունից, ես ասում եմ մեր կոնկրետ այս պատերազմի իրականությունից։ Մտնելը դա դեռ հաղթանակ չէ։ Մտնելը դեռ գրավել չէ։ Մինչև հիմա Տորեցկը, որ իրենք չգիտեմ քանի անգամ հայտարարել են, որ գրավել են, իրենք այնտեղ խնդիրներ ունեն։ Այս պատերազմում որոշվում է Ուկրաինայի անկախության եւ իմպերիալիստական Ռուսաստանի քայքայման հարցը։ Այս կտրվածքով պետք է նայենք պատկերին, որ ճիշտ ընկալենք։ Թեմաները շատ են, շատ չշեղվեմ որոշ մեկնաբանությունների վրա։ Մինչ եթերի այլ թեմաներին անցնելը, խնդրեմ մի քանի վայրկյան տրամադրեք մեր եթերը լայքելուն եւ եթե հնարավոր է կիսվեք, խնդրում եմ սոցիալական ցանցերում, միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում ձեր ամենօրյա աջակցության համար, իրոք շատ եք օգնում, տեսնում եմ, եւ լայքերի առումով եւ տարածման առումով։ Սա մեր միասնական պայքարն է, հենց նաեւ նման մարդկանց, միամիտ մարդկանց, ովքեր մեկնաբանություններում ինչ որ ռուսական ռոպագանդայից տարված տարբեր հարցեր են տալիս։ Ֆրիդրիխ Մերցը եւ Ռեջեփ Էրդողանը հանրային բանավեճ են ունեցել Իսրայելի եւ Համասի պատերազմի վերաբերող թեմայով Թուրքիայի մայրաքաղաքում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։ Գերմանիայի կանցլերի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում հիշվելու է լարված պահով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Բիլդը։ Մամուլի ասուլիսը բացելիս Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում Համասի հոկտեմբերի 7-ի հարձակման հետևանքում կարելի է բնութագրել որպես ցեղասպանություն։ Մերցը սկզբում նախընտրել է չարձագանքել այս հայտարարությանը, սակայն հետո արտահայտեց ուղիղ դիրքորոշում։ Կանցլերը հիշեցրեց, որ Գերմանիայի դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ չի փոխվել։ Բերլինը աջակցում է հրեական պետությանը նրա ստեղծումից ի վեր։ Նա ընդգծեց, որ Գազայի խաղաղ բնակիչների տառապանքները կարեկցանք են առաջացնում, բայց նշեց, որ հակամարտությունը կարող էր շատ ավելի վաղ ավարտվել, եթե Համասը ազատ արձակեր իր կողմից պահվող պատանդներին։ Եվրոպացի առաջնորդները գնալով ավելի կոշտ են դառնում Էրդողանի նկատմամբ։ Նա դարձել է կարծես տարածաշրջանային Պուտին, ով ծեր է, բայց մեծ ամբիցիաներ ունի, փորձում է Թուրքիայի դերը միշտ ավելի մեծ ներկայացնել, քան դա հնարավոր է, բայց աշխարհը նման հնարավորություն նրան չի տալիս եւ տարածաշրջանում արևմուտքի հիմնական դաշնակիցը շարունակում է մնալ Իսրայելը, ինչքան էլ ասենք թուրքական լոբին եվրոպական տարբեր երկրներում կարողացավ առաջ տանել Պաղեստինի ճանաչման հարցը։ Ոմանք դա արեցին ներքին պատճառներից ելնելով, ոմանք փորձեցին այդ կերպ ազդել Նեթանյախուի վրա, բայց ընդհանուր առմամբ իրավիճակի վրա դա ազդեցություն չունի։ Պաղեստինի պետություն չկա եւ մոտակա ժամանակներում նրա ստեղծման հնարավորություն դժվար թե լինի, ինչը նշանակում է, որ Թուրքիայի ամբիցիաները չեն բավարարվելու։ Ուկրաինայի դեմ 4-րդ տարին շարունակվող պատերազմը առաջացնում է մեծ հոգնածություն հենց Ռուսաստանի ներսում, ավելի քան 80%-ը ռուսաստանցիների հոգնել են շարունակվող պատերազմից։ Այս մասին հայտնել է ռուսական Ոդտակ հրատարակությունը, հղում անելով փակ
ժամանակ սոցիոլոգիական հարցման, որը իրականացվել է հենց Կրեմլի պատվերով։ Հարցման տվյալներով 25 թվականին 56% ռուսաստանցիների հայտնել են, որ շատ հոգնել են պատերազմից, իսկ եւս 27-ը մասամբ համաձայնել են դրա հետ։ Նախորդ տարվա համեմատ հոգնած մարդկանց թիվը աճել է, ընդհանուր առմամբ հարցվածների 83%-ը հայտնել են տարբեր աստիճանի հոգնածություն երկարատև պատերազմից։ Մինչդեռ այն մարդիկ, ովքեր դեռ շարունակում են աջակցել մարտական գործողությունների շարունակմանը, կազմել են 20%-ից էլ պակաս։ Սոցիոլոգները նշում են, որ 24 թվականի վերջից ռուսական հասարակությունում տրամադրությունները կտրուկ վատացել են։ Դա պայմանավորված է մի քանի գործոններով՝ պատերազմի ընթացքում լուրջ հաջողությունների բացակայությամբ, գնաճի պատճառով, բնակչության եկամուտների նվազմամբ եւ հարկերի բարձրացմամբ։ Ռուսաստանցիները ընդհանուր առմամբ գնահատում են ընթացող իրադարձությունները ծայրաստիճան բացասական, ասվում է զեկույցում։ Հետազոտողները ընդգծում են, որ պատերազմի ընթացքում երբեք այդքան բարձր չի եղել այն մարդկանց բաժինը, ովքեր զգացել են իրենց նյութական դրության վատացումը։ Նույնիսկ ներքին Կրեմլի հաշվետվություններում նշվում է, որ բնակչությունը հոգնել է, աղքատացել է եւ չի տեսնում ելք երկարաձգված պատերազմից, որը իշխանությունները շարունակում են ընդդեմ հասարակական տրամադրությունների։ Իմջալուց ես դա զգում եմ նույնիսկ մեր եթերների տակ մեկնաբանություններից, երբ ասենք Ռուսաստանի հայերը ավելի շատ աջակցում են Ուկրաինային, իսկ որոշ պուտինիստներ Հայաստանից, ասենք, շարունակում են Պուտինին հավատալ կամ աջակցել։ Սա տարբերությունն այն է, որ Ռուսաստանում բնակիչները արդեն իրենց վրա զգում են ուկրաինական հարվածները, ել չասեմ տնտեսական հետևանքները, հա։ Իսկ Հայաստանից պուտինիստները, ասենք, հերվից իրանք ինչ որ ռոմանտիկ իրավիճակ է եւ նրանք իրականությունից կտրված փորձում են դեռ իներցիայով ինչ որ ծերավազակին համակրել։ Ուկրաինայի անվտանգության ծառայության SBU-ի ղեկավարը հայտնել է, որ ռուսական արեշնիկ է ոչնչացվել։ Ուկրաինայի հատուկ ծառայությունները ոչնչացրել են միջին հեռահարության արեշնիկ բալիստիկ հրթիռը Ռուսաստանի Աստրախանի մարզի Կապուստին Յար հրթիռային հրաձգարանում։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է SBU-ի ղեկավար Վասիլ Մալյուկը։ Մեջբերեմ, մենք դրա մասին նախկինում երբևէ չէինք հայտարարել, սակայն կարող ենք կարճ եւ հստակ ասել, որ 3 արեշնիկներից մեկը հաջողությամբ ոչնչացվել են հենց թշնամու տարածքում Կապուստին Յարում ԳՈՒՌ-ի, SBU-ի եւ արտաքին հետախուզության ծառայության ուժերի կողմից, ասել է Մալյուկը։ Մալյուկը վստահեցրել է, որ հրթիռի ոչնչացման վերաբերյալ ստացվել է 100%-անոց հաստատում եւ դա եղել է դեռ նախանցյալ ամառը։ Բավական ինտրիգային, բայց սպասելի հայտարարություններ։ Մեր հատուկ ծառայությունները ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին, ինչ է կատարվում Ռուսաստանում, որտեղի ինչ կա եւ ինչ հերթականությամբ դա պետք է ոչնչացվի։ Եվ հատկապես այս ֆոնին ավելի զավեշտալի է թվում Պուտինի այդ ռուսերեն ասած պատուգները, հա, փորձերը ցույց տալ, թե ինքը ինչ որ պատերազմում հաղթելու շանսեր ունի։ Իսկ ամերիկյան պատերազմ հետազոտող վերլուծաբանները նոր զեկույց են ներկայացրել։ Նոր զեկույցի համաձայն, որը հրապարակվել է պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի կողմից ուրբաթ հոկտեմբերի 31-ին, Ուկրաինայի զորքերը առաջընթաց են գրանցել Սումիի մարզի հյուսիսում։ Վերլուծաբանները հղում են անում հոկտեմբերի 30-ի հրապարակված տեսանյութերի գեոլոկացիայով։ Տեսանյութերը հաստատում են, որ ուկրաինական զինուժը առաջընթաց է արձանագրել Կոնստանտինովկա գյուղի արևելյան մասում, որը գտնվում է Ռուսաստանի հետ սահմանի միջազգային սահմանի մոտ, ռուս օկուպանտների ներխուժման գոտու արևմտյան թևում Սումիի մարզում։ Բացի այդ, փաստերը ցույց են տալիս, որ Ուկրաինայի ուժերը նախկինում ազատագրել են այս շրջանում Կանդրատովկա բնակավայրը, որը գտնվում է մի փոքր հարավ Կոնստանտինովկայից։ Այլ խոսքերով ասած, կամաց դուրս են մղում ռուսներին Սումիի մարզից։ Մեր զորքերը օրերս պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը հաղորդել էր, որ ռուսական զորքերը շարունակում են սահմանափակ հարձակողական գործողություններ Խերսոնի ուղղությամբ, սակայն առաջընթաց չեն գրանցել։ Ոչինչ չի նշվում Կուպյանսկի եւ Պոկրովսկի մասին, ինչը վկայում է, որ իրավիճակում նախկինից արտահայտված փոփոխություններ չեն գրանցվում։ Պոկրովսկում եւ Կուպյանսկում ռուսները հաճախ մուտք են գործում քաղաքներ խաղաղ բնակիչների տեսքով, փորձում են զբաղեցնել պաշտպանական դիրքեր, սակայն ուկրաինական ուժերը հակազդում են դրան, ոչնչացնելով ռուս դիվերսանտներին։ Վերջին 24 ժամում ռազմաճակատում գրանցվել է 132 մարտական բախում։ Այս մասին հոկտեմբերի 31-ին հայտնել է Ուկրաինայի գլխավոր շտաբը։ Մարտերը տարբեր ինտենսիվությամբ ընթանում են 12 ուղղություններով։ Թվերից նկատվում է, որ մարտական բախումների քանակը նվազել է, ինչը կապված է ագրեսորի առաջ խաղացման արագությունը պահպանելու, տեմպը պահպանելու անկարողության հետ։ Վերջին 24 ժամում Ուկրաինայի օդուժը, հրթիռային զորքերը եւ հրթիռահրետանային ստորաբաժանումները հասցրել են հարվածներ հակառակորդի անձնակազմի, զինտեխնիկայի եւ զինամթերքի կենտրոնացման 7 շրջանների։ Գլխավոր շտաբի տվյալներով Հյուսիս Լոբոժանյան եւ Կուրսկի ուղղություններում վերջին
24 ժամում գրանցվել են 2 մարտական բախում եւ նման թվեր են ուղղությունների մեծամասնությունում, բացի Պոկրովսկից, որտեղ թեկուզ պակասել են ռուսական գրոհները, բայց ի տարբերություն այլ ուղղությունների դեռ համեմատած շատ է բախումների թիվը։ Կոնկրետ Պոկրովսկի ուղղությամբ մեր պաշտպանները կասեցրել են ռուս ագրեսորների 48 հարձակողական գործողություններ, Շախովը, Նիկանորովկա, Նովոտրոիցկը, Ռադինսկը, Նովոէկոնոմիչսկը, Չունիշինը, Պոկրովսկ, Զվիրովը, Կատլինոյը, Ուդաչնոյը, Մալադյեցկը, Նովոմիկոլաևկա եւ Ֆիլիա բնակավայրերում։ Ռուսական զորքերը հոկտեմբերի 31-ի գիշերը Ուկրաինայի խաղաղ բնակավայրերի վրա հարձակվել են Իսկանդեր-M բալիստիկ հրթիռով եւ 145 հարվածային դրոնով։ Մեր հոպը ոչնչացրել է ռուսական բալիստիկ հրթիռը եւ 107 ակառակորդի դրոն, գրանցվել է 36 հարված 20 տեղանքում։ Դե մեր դրոնների ամենախոշոր հարվածների մասին ձեզ արդեն տեղեկացրեցի եթերի սկզբում։ Խոսքերը նավթավերամշակման գործարանի, մեծ ենթակայանի, ջերմաէլեկտրակայանի եւ ռուսական հոպի խոցումներն են, որոնք տեղի են ունեցել Ռոստովում, Արիոլում, Վլադիմիրում եւ Յարոսլավլում։ Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով Ռուսաստանի Դաշնության բանակի ընդհանուր մարտական կորուստները լայնածավալ պատերազմի սկզբից ավելացել են 970 զինծառայողով մեկ օրում եւ ընդհանուր թիվը կազմել է արդեն 1,141,830 ռուս օկուպանտ։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Շատ չերկարացնեմ եթերը, ուզում եմ հասցնել նաեւ հարցազրույց ձեզ համար պատրաստել։ Այսքանն էի նախատեսել այսօրվա եթերի համար։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ այսօր նույնպես չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը։ Հուսամ ավելի լավ լուրեր կունենանք արդեն վաղը։ Բարով մնաք, մինչ նոր հանդիպում։